Մենք եկել ենք գյուղ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, Շիրակի մարզում։ Գյուղի անունը Կասեմ վերջում։ Հովհաննեսը մեզ ցույց տվեց կարմրավոր եկեղեցին, որը գտնվում է Փշալարից այն կողմ Սովետի եւ Թուրքիայի սահմանազատման արդյունքում։ Եկեղեցի թույլ են տալիս մուտք գործել միայն տարին 1 անգամ, բայց սահմանապահների վերահսկողության տակ, եկեղեցական տոնի ժամանակ։ Եթե դուք գիտեք, որ տոնի մասին է խոսքը, գրեք մեկնաբանություններում։ Խնդրում եմ, ուշադիր նայեք այստեղ։ Ձեզ ծանոթ է այս բնությունը։ Եթե մենք գնանք այս կիրճով, Ախուրյան գետի երկանքով, ապա մենք կհայտնվենք միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիում։ Գյուղը կոչվում է Հայկաձոր, եւ սա մեր երրորդ գյուղն է 953 գյուղից Հայաստանում։ Մենք միասին պետք է այցելենք բոլոր գյուղերը։ 1918 թվականին թուրքերը գրավում են այս գյուղը եւ կրակում են խաչի ուղղությամբ։ Ոնց դուք տեսնում եք, եկեղեցում հիմա տեղադրված է նոր խաչ, իսկ հին խաչը, որպես հուշարձան, գտնվում է Գյումրիի կենտրոնում։ Իսկ խաչի կողքին դուք կարող եք քարի վրա տեսնել Շիրակի թեմի հոգևորականների անունները, որոնց սպանել են սովետական բռնաճնշումների ժամանակ։ Չմոռանաք դնեք լայքը, որ նյութը տարածվի, եւ մեկնաբանություններում գրեք՝ գիտեիք այս ամենի մասին, թե ոչ։ Շնորհակալություն։